Երևանի ժամանակով զրուցաշարն է Ֆակտոր TV եթերում, բարև ձեզ։ Հուլիսի 12-ից 19-ը Երևանում կանցկացվի Ոսկե ծիրան միջազգային կինոփառատոնը։ Մեր զրուցակիցը այսօր փառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանն է, ողջույն պարոն Խաչատրյան։ Բարի օր։ Պարոն Խաչատրյան, փառատոնի շրջանակում կներկայացվեն ֆիլմեր, որոնք ցուցադրվել են Կաննում, Բեռլինի կինոփառատոնում եւ այլ հեղինակավոր փառատոններում։ Առհասարակ այս տարվա Ոսկե ծիրանը ինչով կտարբերվի նախորդ տարիների Ոսկե ծիրաններից։ Գիտեք ինչ կա, առաջի օրից, երբ մենք մտածում էինք, որ պետք է անհրաժեշտ է Հայաստանին միջազգային կինոփառատոն, մտածում էինք նրա մասին, որ ամբողջովին վերացել էր կինոն Հայաստանից։ Կինոթատրոնները չէին աշխատում, վաճառվել էին բոլոր կինոթատրոնները։ Եվ ինչ եթե նայում էին հեռուստատեսությամբ ֆիլմեր, որոնք հիմնականում բավականին գրեհիկ եւ ռաբիս չայլավոր ֆիլմեր էին, որոնք ոչ մի օգուտ չէին բերում ոչ հասարակությանը, ոչ պատանիներին, ոչ կինեմատոգրաֆիստներին, ոչ մյուսներին։ Պետք էր կամ անհրաժեշտ էր մեծ գումարներ, որպեսզի ուղարկես սովորելու նորից մարդկանց եւ ֆինանսավորես ֆիլմերը, որպեսզի ֆիլմ նկարեն եւ զարգացնես կինոն։ Բայց հնարավոր չէր այդքան գումար ձեռք բերել եւ ստեղծել այդպիսի մեծ դպրոց։ Մենք որոշեցինք անել միջազգային կինոփառատոն, որպեսզի աշխարհի լավագույն ֆիլմերը, միայն լավագույն ֆիլմերը բերել Հայաստան, ցուցադրել բոլորին, հետաքրքրություն առաջացնել, ստիպել, որպեսզի մարդիկ սիրեն նորից կինոն, վերադառնան դեպի կինո եւ սկսեն կինո ռեժիսուրայով զբաղվել, կինոնկարման հարցերով զբաղվել։ Կինեմատոգրաֆիայի բոլոր այլ մասնագիտությունները նորից վերականգնել։ Եվ սկսվեց դա 2004 թվին առաջի կինոփառատոնն էր, մենք արեցինք շատ մեծ վախով, որտեղ գումար չունեինք համարյա։ Գումար տվողներ էլ չկային, հավատացողներ էլ չկային, որովհետև ծաղրում էին, ասում էին Հայաստանում կինո չկա, ինչ կինոփառատոնի մասին է խոսքը։ Իսկ մենք գիտենք, որ Հայաստանում կինո կա, որը մի քիչ հետ է մնացել։ Եվ Հայաստանում կան մարդիկ, որոնք շատ տաղանդավոր են, իզուր չէ, որ այսօր աշխարհի 10 լավագույն ռեժիսորների մեջ 2 հայ հայազգի, նույնիսկ 3 հանճարներ կան, որը Փելեշյանն է, Փարաջանովը եւ ասենք Մամուլյանը։ Չեմ ասում Մալյան, Դովլացյան եւ այլ մարդիկ, որոնք իսկապես տաղանդի մեծ ավելցուկով մարդիկ էին, որոնք սովետական միության ժամանակ չկարողացան լավ տարածել աշխարհով մեկ այդ ֆիլմերի կարեւորությունը։ Եվ սկսվեց փառատոնը, եղան առաջինը մենք որոշեցինք հայկական լավագույն ֆիլմերը ցուցադրել աշխարհի, ովքեր որ նկարում էին, իսկ հաջորդ տարվանից արդեն միջազգային փառատոն, որը շատ մեծ համարձակություն էր, շատ մեծ համարձակություն։ Կռիվներ, հայհոյանքներ, արհամարանք, որ հնարավոր չի ստեղծել լավ փառատոն, հնարավոր չի։ Իզուր դա ավանտյուրա է ձեր կողմից։ Բայց քանի որ 3 պրոֆեսիոնալ կինեմատոգրաֆիստներ էին հավաքվել եւ հավատում էին իրար, իմ լավ ուսուցիչ Միքայել Ստամբոլյանը, որը ինստիտուտում ինձ դասավանդել էր կինոյի պատմություն եւ մենք մեր առաջին ֆիլմերը միշտ իմ կողքին էր, որ սկսում էին նկարել։ Սուսաննա Հարությունյանը, որը լավագույն կինոգետներից մեկն էր, եւ նվիրված կինոյի մարդիկ էին, որոնք առանց ամեն ինչի աշխատում էին, առանց գումարի, առանց աշխատավարձի։ Եվ սկսվեց եւ մենք ամեն տարի հրավիրում ենք լավագույն ֆիլմերը։ Թարագույն ֆիլմերը կամ բավականին վատ ֆիլմերը խնդրում էին, որ նկարենք, ցուցադրենք ներողություն կամ վերցնենք, բայց մենք չենք վերցնում ենք միայն լավագույնները եւ ծրագրի մեջ միայն Կաննի ֆիլմի հաղթողներն էին, Բեռլինի հաղթողներն էին, Ռոտերդամի հաղթողներն էին, Վենետիկի հաղթողներն էին, որոնք ցույց էին տալիս աշխարհում ինչ է կատարվում կինոյի հետ։ Եվ փառատոնը էլի շատ մեծ կորուստներով, մեր հոգեկան կորուստները, մեր ֆիզիկական կորուստները, մեր ներվերի, նյարդերի կորուստները հասցրեց նրան, որ մենք կարողացանք աշխարհի հետ լավ մեծ կապերի մեջ մտնել, դարձանք Եվրոպական կինոակադեմիայի անդամներ, աշխարհի հետ որոշեցինք փոխանակել մեր ֆիլմերը, հայկական ֆիլմերը, նրանց ֆիլմերը մենք վերում ենք եւ հրավիրում նաեւ մասնակցության։
Կարծում եմ, որ այս տարի 16 տարեվանից երբ FIAF-ը համաշխարհային կինո քննադատների այդ միությունը, որը տալիս էր կարգ փառատոներին, ակարգի փառատոներ, որոնք քիչ չէին, բավականին շատացել էին 10-ից ավել, 12, 13, կարծեմ, բայց հանեցին, տեսան, որ ակարգը շատ անարդար է իբրև թե։ Բայց անելուց հետո բարձրացավ, որ աշխարհի մեծերը, որոնք ֆինանսավորում ունեն եւ ֆինանսավորելու իրավունք ունեն փառատոները, հետաքրքիր չէր ոչ ակարգի փառատոներին եւ նորից վերադարձան կարգեր տալու համար եւ որոշեցին լայնացնել շրջանը, լավագույն փառատոները, որոնք ստեղծվել էին այդ տարիներին, դարձնել այդ լավագույն փառատոների շարքի մեջ։ Եվ պատկերացնում եք, որ Ոսկե ծիրանը, որը այդքան մեծ անհամբատությամբ, այդքան մեծ կռիվներով առաջ էր ընթանում, բայց փառք Աստծո, որ երկրորդ տարիներից արդեն մեր կողքը հայտնվեցին մարդիկ, մեր ընկերները, որոնք հավատում էին փառատոնին եւ ֆինանսավորում էին եւ օգնում էին տարբեր բաներով, սեղաններ էին գցում իրենց տներում, հյուրերին հրավիրում էին այնտեղ, իսկ հյուրերը հիացած էին Հայաստանով, հիացած էին մեր ճոխությամբ, հիացած էին մեր բացերությամբ, բայց չգիտեն թե դա ինչ գնով էր կատարվում։ Եվ փառք Աստծո, որ հետո սկսեցին բոլոր նաև մշակույթի ղեկավարները, երկրի ղեկավարները սկսեցին հասկանալ, որ շատ մեծ կարևոր մի ռեկլամային ակտ է լավ ֆեստիվալ, լավ փառատոն ունենալը, եւ հրաշալի մարդիկ են գալիս, որոնք ծանոթում են Հայաստանի հետ, հայկական արվեստի հետ, հայկական կինոյի հետ, հրավիրում են իրենց մոտ այդ ֆիլմերը, ցուցադրում են, մրցանակներ են տալիս, ֆինանսավորում են որոշ ծրագրեր եւ փառք Աստծո մինչեւ այժմ շատ մեծ ուշադրություն կա եւ հատկապես հաստատվելուց հետո աշխարհի 50 լավագույն ֆիլմերի փառատոների մեջ մտնելը Ոսկե ծիրանի դա մեծ երջանկությունն ու մեր մեծ պարտությունն է եւ կարծում եմ նաեւ ամեն մի հայի, որոնք սիրում են արվեստ։ Դուք նշեցիք թերահավատների մասին, որոնք կասկածում էին, ասում էին Հայաստանում կինո կա, որ փառատոն եք, հա, ուզում անել։ Հիմա մենք այսքան տարի անց կարող ենք արձանագրել Հայաստանում կինո կա, կինո միջավայր կա։ Հայաստանում կինո կա, ինչ խոսք, դեպ լավագույն ֆիլմեր են դուրս գալիս, որոնք մասնակցում են լավագույն փառատոներին, մրցանակներ են ստանում, բայց դժբախտաբար փոքր երկրները ունեն փոքր բյուջե եւ չեն կարող շատ մեծ վաստակել փողը կամ փող հավաքել վերել։ Դա կարող է միայն կոմերցիալ ֆիլմերի համար։ Բերում են որոշակի փոքր գումարով նկարում են ֆիլմեր, որոնք ծիծաղեցնում են մարդկանց, ուրախացնում են մարդկանց, մեծ արվեստ չեն, մեծ վարպետներ չեն նկարվում, բայց իրենց փողը հանում են, իրենց ծախսած փողերը նորից հետ են բերում եւ նկարում են մեկ այլ ֆիլմ։ Բայց հեղինակային կինոն, որի իսկական սիրահարները հայ արվեստագետներն են եւ հայ հանդիսատեսները նույնպես, աշխարհի լավագույն ֆիլմերը նկարվում են բավականին մեծ գումարներով։ Եվ փառք Աստծո էլի բավականին մեծացավ գումարը դրամատրվող հայկական կինոյին, բայց էլի շատ քիչ է։ Մեկ ֆիլմի ամենաէժան ֆիլմը հիմա աշխարհում նկարվում է, ասենք 1 միլիոն 2 միլիոն դոլարով։ Մեր ամբողջ ծախսերի համար երևի հազիվ հատկացնենք այդքանը, հասկանալով, որ իսկապես Հայաստանը շատ մեծ կարիք ունի նաև եւ զենքի եւ այլ պատմությունների, այլ գործերի, հասկանում ենք ամեն ինչ, շարժվում ենք առաջ եւ պատկերացրեք, որ շատ լավ մի բան որոշում եղավ ավելացնել դեբյուտների գումարը, ֆինանսավորումը։ Եվ դեբյուտները սկսեցին արդարացնել իրենց։ Շատ լավ վիճակի մեջ են դոկումենտալ կինոն եւ անիմացիոն կինոն, որոնք մասնակցում են բազմաթիվ փառատոների եւ զարմացնում աշխարհին իսկապես, որ այս փոքրիկ երկիրը ունի այդպիսի արվեստ։ Բայց քիչ են, քանակով քիչ են ֆիլմերը, դրա համար չեն կարող ստեղծել այդպիսի հոսանք կամ դպրոց կամ ասենք երևույթ, որ հայկական կինոն հիմա խոսվի նրա մասին։ 1, 2, 3 ֆիլմերի մասին խոսվում են, բայց հայկական կինոտեսակի մասին, որ պետք է մի օր կայանա, իսկապես մի օր լինի, դժվարությամբ առաջ են գնում։
Այս տարվա Ոսկե ծիրանին կհյուրընկալենք այնպիսի անվանի կինոգործիչների, ինչպիսիք են Սև Օհանյանը, Սիմոն Աբգարյանը, Պավել Պավլիկովսկին եւ այլն։ Ինչ հետաքրքիր իվենտներ, այսպես հանդիպումներ են սպասվում նրանց հետ, թեկուզ կինոսերների հետ հանդիպումներ կամ առհասարակ վարպետության դասեր։ Ցերասած ամեն ինչը լինելու են։ Մենք հայկական կինոյի հետ աշխարհում նկարող հայ կինեմատոգրաֆիստների հետ բավականին լուրջ աշխատել ենք միշտ բարեկամություն ա եղել եւ եղել են ոչ մի տարբերություն տեղացի ռեժիսորների եւ սփյուռքահայերի միջեւ ընդհակառակը հրավիրել ենք մասնակցել են ժյուրիների մեջ են եղել դա սկսվեց Ատոմ Էկոյանով մեր առաջիկ թե երկրորդ փառատոնին եւ Ատոմ Էկոյանի ֆիլմը ստացավ գլխավոր մրցանակ եւ մյուս տարին ինքը գլխավորեց ժյուրին բոլորը հրավիրվում են բոլորի ֆիլմերը ցուցադրվում են եւ խառնում են իրար նրանցից մեջ շատ մեծ պրոֆեսիոնալներ կան այսօր Սիմոն Աբգարյանը որ գալիս է ասենք աշխարհի մեծագույն դերասաններից մեկն է որը Շարլ դե Գոլի դերակատարումով զարմացրեց աշխարհին զարմացրեց ֆրանսիացիներին որ հայը Լիբանանում ծնված մեծացած հայը կարող է այդպեսի լուրջ դեր կատարել եւ զարմացնել ֆրանսիացիներին կանոն ծափահարությունների Սևը ելույթ ունեցավ մրցանակներ ստանալուց առաջ Օսկարից առաջ ասաց շատ եմ երազում լինել Ոսկե ծիրան փառատոնում եթե ինձ լսում եք խնդրում եմ հրավիրեք բան ես լսեցի իրեն կապվեցինք եւ իր անգերները որոնք ինձ նամակ գրեցին որը շատ հետաքրքիր տղա է եւ շատ պայծառ մարդ է կարծում եմ ատենք դառնա ինչպես ժամանակին Էրիկ Նազարյանը Ամերիկայից եկավ ինչպես շատ շատերը այսօր ամենամեծ բարեկամներն են հայկական Ոսկե ծիրանի եւ հայկական կինոյի Հայաստանը 2027-ին կդառնա Կաննի կինոփառատոնի շրջանակում իրականացվող քննադատների շաբաթ ծրագրի հաջորդ քայլը նախաձեռնության պատվո երկիր։ Դա որքանով կնպաստի մեր կինոյի միջազգայնացմանը։ Ամեն ինչը նպաստում է լավագույն բաները շատ մենք որ առաջին անգամ Հայաստանը ոչ մի կորց չուներ կարծես թե Կաննի հետ, Բերլինի հետ, Ոսկե ծիրանը սկսեց հաջողել այդ կինոփառատոնները որպեսզի ընտրի ֆիլմեր, տեղում ընտրի ֆիլմերը, տեղում պայմանավորվի հեղինակների հետ կամ պրոդյուսերների հետ եւ այդ լավագույն ֆիլմերը բերել եւ ցուցադրել Հայաստանում։ Պատկերացրեք, որ Կաննի հաղթանակած ֆիլմերի առաջի երկրորդ ցուցադրությունը Կաննից հետո ցուցադրվում էր միշտ Երևանում, Ոսկե ծիրանում։ Եվ շատ դեպքերում այդպես լավ ֆիլմեր էին, հանճարեղ ֆիլմեր էին, նաեւ կային միջակ ֆիլմեր մեկ-մեկ, բայց դա հաղթող ֆիլմերն էին, որոնք նայելով կարելի է շատ բան սովորել։ Իսկ ինչ որ կատարվում է գնահատվում է հայկական կինոն, հայկական արվեստը, հայկական մշակույթը։ Գիտեք, մենք կանչում ենք այնպիսի լրատվամիջոցների, որոնք այնքան գեղեցիկ են ներկայացնում Հայաստանը, որ Ոսկե ծիրանի պատճառով, Ոսկե ծիրանի միջոցով մենք եւ խոսում ենք քրիստոնեության մասին, եւ խոսում ենք հայկական մշակույթի մասին, եւ խոսում ենք հայկական պատմության մասին, եւ խոսում ենք նաեւ ինչ խոսք Եղեռնի մասին, որը կարևոր էր մեզ եւ Փառք Աստծո աշխարհով մեկ տարածվեց, որոնք չգիտեն նույնիսկ Հայաստանի տեղը, Հայաստանը խառնում էին Ռումենիայի հետ կամ ինչ որ ուրիշ երկրի հետ։ Հիմա այսօր շատ ամուր գիտեն, որ կա Հայաստան, որը ունի շատ մեծ արվեստ, ունի շատ լավ երկիր, գեղեցիկ դիմավորող եւ ընդունող հյուրերին եւ ունի նաեւ Ոսկե ծիրան փառատոն, որը մեծ հաճույքով կընդունի նրանց լավագույն ֆիլմերը եւ կցուցադրի ազնվորեն գնահատի ֆիլմերը մրցանակներ կտա շատ մեծ ազնվությամբ։ Տարիների փորձը ինչ ցույց տվեց։ Մեր հանրությունը դարձավ մասնակից այս փառատոնին, հատկապես երիտասարդները։ Գիտեք, շատերը, որոնք մեկնում են Հայաստանից նույնիսկ, որը ես դրա մասին շատ ֆիլմեր եմ նկարել, մեկնելու դժբախտության մասին Հայաստանից, մեկնելու եւ վերադարձողների մասին։ Շատերը վերադառնում են հենց փառատոնի օրերին։ Սփյուռքահայերը գալիս են Հայաստան արդեն, որոնք արդեն 10 անգամ եղել են Հայաստանում, այլևս գալու կարծես թե հետաքրքրություն չունեն, բայց երբ որ լսում են Ոսկե ծիրան, գալիս են Ոսկե ծիրանի այդ շոկ օրերին մասնակցելու փառատոնին։ Հերթ է, շատ մեծ քանակությամբ հանդիսատես ունենք, վերջը վերցնենք նույնիսկ բացման ժամանակ բացումանում ենք Համալիրում, որտեղ 3000-ի չափ մարդ է տեղավորվում, որովհետև մեր 500 տեղանոց դահլիճները քիչ էին դահլիճները, չէին բավարարում բոլոր ցանկացողներին։ Այնպես որ կարծում եմ մենք շատ չեմ ուզում այսօր
երջանկությունից գլուխ գովել եւ հպարտանալ ամեն ինչը, բայց ինչու՞ չէ պարտանալ, եթե գործը արված, որովհետեւ թերությունների մասին շատ ենք խոսում, առավելությունների մասին քիչ։ Կարծում եմ արվեստը պետք է նաեւ սիրով խոսի առավելությունների մասին։ Կան իվենթներ, որ կուզեք անպայման մեր երիտասարդները օրինակ ներկա լինեն, մի քանի այսպես բան կարող եք առանձնացնել, հանդիպումներ կամ ֆիլմեր, որ շատ կուզեք։ Արվեստյան դասերը շատ լավ են եւ հրաշալի օպերատորներ են գալիս սովորեցնելու։ Հրաշալի սցենարիստներ են գալիս սովորեցնելու, որովհետեւ մենք ունենք շատ լավ հիմա վերջերս լավացել է մեր թատրոնի եւ կինոյի ինստիտուտը, նոր ռեկտոր է եկել եւ բավականին հետաքրքիր աշխատում անում։ Բայց մենք արագ պրոֆեսիոնալ կինեմատոգրաֆի դպրոցի, նոր դպրոցի կարիք ունենք։ Եվ կարծում եմ, որ մշակույթի նախարարը եւ նախարարությունը հետաքրքրված են այդ ծրագրով եւ կարծում եմ մենք կբացենք դպրոց, որը շատ լուրջ պրոֆեսիոնալ կինոյի եւ արագ նկարահանման եւ արագ մասնագետներ պատրաստելու երկրորդ շարքի մասնագետներ համարյա թե չունենք։ Ռեժիսորները շատ ուշ են սկսում նկարել, որովհետեւ տեխնիկա չունեն, որովհետեւ ֆինանսավորում չունեն։ Բայց փառք Աստծո հիմա շատ լավ տարածվել է հեռախոսով ֆիլմեր նկարելը, հատուկ մրցույթներ կան, հատուկ մրցանակներ կան եւ հատկապես հիմա արհեստական բանականությամբ ֆիլմեր են նկարում, որոնք հետաքրքիր են, բայց ինչ խոսք ամենակարևորը մարդու անհատի սխալներով, դժվարությամբ, դարդով, ցավով, լացով կոծով արված ֆիլմերն են։ Փառատոնի փակումը համընկնում է ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչի հետ։ Սա կարող է խնդիր առաջացնել։ Մեկ անգամ խնդիր առաջացնելը մեծ բան չի, ոչինչ։ Շատ սիրողները կինո կգան կինո նայելու, շատ սիրողները կգնան ֆուտբոլ նայելու, որովհետև իսկապես ֆուտբոլը նույնպես շատ մեծ արվեստ է։ Ինձ իմ տեսած ամենամեծագույն արվեստներից մեկն է։ Այնպես որ կիսեն հանդիսատեսին իրար մեջ եւ ուրախանան, գտնեն ձևեր, որպեսզի նորից նայեն։ Մենք միշտ կինոյի տանը, կինոմիությունում լավագույն ֆիլմերը, որոնք չեն հասնում լավ տեսնեն կամ զգան նրանց կարևորությունը, անալիզ անեն, քննարկեն, մենք նորից ենք ցուցադրում։ Պատահում է մինչև հունվար ամիս կամ երկրորդ տարվա մեջ բավականին ֆիլմերը կրկնում են կամ նոր ֆիլմեր ենք բերում ցուցադրում, այնպես որ դա դրա մասին մտածված է բավականին։ Դուք մի առիթով նշել եք, որ վերջին տարիներին օրինակ կին կինոգործիչներն են ակտիվացել, նրանք ստեղծում են դոկումենտալ, խաղարկային, անիմացիոն ֆիլմեր, էլ ինչ առաջընթաց կա մեր կինոյի որ կավեկան։ Իմ երջանկություններից մեկն է, իմ ուրախություններից մեկը, որովհետև կանայք շատ նրբանկատեն են եւ նրբազգաց, եւ նրանց զգացողությունը իսկապես բավական կինոյի հանդեպ շատ կարեւոր եմ համարում։ Խաղարկային ֆիլմեր նկարելու համար շատ մեծ գումարներ են պետք։ Փառք Աստծո, որ այս համատեղ ֆիլմեր նկարելու հնարավորությունը բացվեց, շատ են աշխատում Ֆրանսիայի հետ, տարբեր երկրների հետ համաֆինանսավորումով ստեղծում են բավականին լուրջ ֆիլմեր։ Իսկ համաֆինանսավորումով նաև հրավիրվում են բավականին հետաքրքիր փառատոների։ Հիմա ֆիլմը ֆեստիվալը բացվում է մեր Թամարա Ստեփանյանի ֆիլմով, որը հայ-ֆրանսիական արտադրություն է, համագործակցություն է եւ հրաշալի ֆիլմ, որը բացեց նաև Լոգարնոյի փառատոնը։ Այսինքն եթե Լոգարնոյի ամենահին A-կլասի ակարգի փառատոններից մեկն է եւ այսօր համեմատականներ տանել երկուսի միջեւ շատ մեծ երջանկություն է, որ նույն փառատոնները, նույն ֆիլմը բացման ֆիլմ են որոշում։ Կարծում եմ դա երջանկություն է։ Կառանձնացնեք մի քանի ֆիլմ, որ այս տարվա Ոսկե ծիրանին չի կարելի բաց թողնել։ Ինձ մա բոլոր ֆիլմերը չկա։ Պետք է նայել անպայման մրցույթը, պետք է նայել անպայման լավագույն մրցանակներ ստացած ֆիլմեր աշխարհի։ Կան ֆիլմեր, կան նաև լուր ֆիլմեր, որոնք շատ տաղանդավոր են, բայց լրության մեջ են ասում նույնիսկ կանոն ցուցադրվելուց կամ օրինակ տեսեք կան որ ստանում են երկրորդ կամ երրորդ մրցանակը հնարավոր չի վերցնել։ Ափսոս որ Զվագինցևի ֆիլմը չկարողացանք մենք վերել, որովհետև վախ ունեն մեր օրենքներից մեկում ասում են իրենց իրավաբանները, որ մարդիկ որտեղ փախել են իրենց երկրից եւ վախենում են, որպեսզի հանկարծ նորից չվերադարձնեն, որտեղ Հայաստանում եւ իրենց վերադարձնեն իրենց երկիրը։
Ինչ խոսք Հայաստանը այդպեսի ոչ մի ցանկություն չունի եւ ոչ էլ անում է այդպեսի բաներ, բայց եւ այնպես նրանց իրավաբանները չթողեցին նրանց գալու եւ ֆիլմը ցուցադրելու։ Մեր օրենքները որքանով են ճկուն այս առումով, թե տեղ ունեն դեռ աշխատելու։ Տեղ կա աշխատելու, որովհետեւ ես կարծում եմ, որ փոքր երկրների կինոն պետք է ֆինանսավորվի իսկապես կառավարության պետության կողմից եւ պետությունը պետք է չվախենա այդ փողը ծախսելուց, նույնիսկ եթե ավելացնի 2 կամ 3 անգամ։ Նաեւ մի բան լավ որոշեցին փողը հետ դարձնելու ծախսված փողից որոշ տոկոսներ հետ դարձնելու արտադրողներին, դա շատ մեծ կարևոր քայլ էր, որ արվեց եւ շատերը որոնք արդեն նկարում են համատեղ ֆիլմեր եւ ստանում են այդ վերադարձող գումարը, որը ներդրում են արդեն հաջորդ ֆիլմի մեջ, բավականին լուրջ ոգևորված են Հայաստանում ֆիլմեր նկարելու ցանկությամբ։ Այսինքն նկարային ֆիլմեր Հայաստանում, որը եւ մեծ ֆինանսների ծախս է, եւ մեր աշխատողներին ներգրավել է մեջը, եւ մեր կինեմատոգրաֆիստներին, մեր դերասաններին նկարել է նույնպես, կարծում եմ լավ ճանապարհ է դա։ Իսկ մեր մեքենասները կինո սիրում են, կինոյով հետաքրքրված են։ Մեքենասները ավելի սիրում են եկեղեցիներ կառուցել, որը շատ շնորհակալ պատմություն է, բայց կարծում եմ, որ կան նաև մարդիկ, որոնք կինոն շատ են սիրում եւ կարծում եմ գիտեն, որ կինոն լուրջ զենք է իսկապես, դա իմ խոսքերն են, որ վաղուց առաջի օրից ստեղծված փառատոնի առաջին օրվանից ասել եմ, որ դա մեզ համար շատ կարևոր զենք է, որտեղ մենք այն ժամանակ պատերազմի մեջ էինք, այն ժամանակ պայքարի մեջ էինք, կռիվների մեջ էինք, աշխարհի անարդարության հանդեպ բավականին վիրավորվածություն ունեինք, պետք էր կինոյով պատմել եւ մեր առավելությունների մասին, եւ մեր պատմության մասին, եւ մեր սիրո մասին, եւ մեր թերությունների մասին նույնպես, այնպես որ կինոն շատ կարգին եւ լուրջ գործիք է, որպեսզի Հայաստանը պատմի իր մասին։ Շնորհակալ եմ զրույցի համար, պարոն Խաչատրյան։ Շնորհակալություն ձեզ, բարի հանդիպում մեզ եւ բարի ճանապարհ։ Շնորհակալ եմ։ Իսկ ես հիշեցնեմ, որ Երևանի ժամանակով զրուցաշարներ Վակտոր TV եթերում կհանդիպենք։